Բարի երեկո, սիրելի մենքականներ, բարի երեկո մենք էջի հետևորդներ, ահա կրկին անգամ մենքի տաղավարում մենք հանդիպում ենք հերթական մեր հյուրի հետ, շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ եք գտնելու և դիտելու եք մեր հաղորդաշարը, ասեմ, որ ինչպես նախորդ մեր հաղորդումները, այնպես էլ այսօր մենք ունենք հիանալի հյուր, ով կներկայացնի իր գործունեությունը, մենք կխոսենք շատ հետաքրքիր թեմայի շուրջ, որը որ ցավոք սրտի նաև շատ-շատերի դուռն է թակում, ցավալի թեմա է, բայց շատ կարևոր թեմայի շուրջ ենք խոսելու։ Մինչ մեր հյուրը կմիանա մեզ, միանալու հայտ կուղարկի, ես ուզում եմ կրկին հիշեցնել մենքի նախաձեռնության մասին, ինչ ծրագրեր ենք առաջիկա միջոցառումների մասին, ուրեմն ինչպես գիտեք, ես էլ չեմ զլանում և կրկնում եմ, ինչպես գիտեք, մենք շուտով մեկնելու ենք Ջավախք, մարտի 22-ին, 23-ին և 24-ին, 3 օր 2 գիշեր գնում ենք ծնծաղիկ հավաքելու, այդպես ենք մեր միջոցառումը անվանել, հիանալի անակնկալներ են մեզ սպասում այնտեղ, տեղի հայկական համայնքը անհամբեր սպասում է մեզ, տուր է լինելու, այցելելու են գեղատեսիլ վայրեր, պատմամշակութային վայրեր, մի խոսքով մեզ շատ հագեցած ուղևորություն է սպասվում, վերադառնալու ենք ամսի 24-ին և արդեն մայիսի 27-ին մենք նախաձեռնությունը հիանալի մեգա նախագիծ է կազմակերպելու, որի մանրամասների մասին որոշակի ինֆորմացիա տվել ենք, բայց շուտով ավելի շատ ինֆորմացիա դուք կստանաք և իր չափերով, իր ծրագրով, ամեն ինչով աննախադեպ է լինելու և ինչպես մենք ասում ենք, շատ երկար ժամանակ է խոսելու մեր այդ ծրագրի մասին, ևս ունենք մենք բացի այն, որ տարբեր միջոցառումների, ծրագրերի, փառատոների, մշտապես հրավերներ ենք ստանում, մենք նաև այդ մասին գրում ենք այստեղ, որ այսինչ օրը, այսինչ համայնքում կամ գյուղում կամ մարզում միջոցառում է լինելու, ցանկացողները կարող են մեզ միանալ, նաև տարվա վերջ դեկտեմբերի 21-ին ևս շատ մեծ միջոցառում է լինելու, որի մասին ընթացքում ևս մենք ձեզ տեղյակ կպահենք։ Ջավախք մեկնելու և նաև մայիսի 27-ին մեզ միանալու համար դիմեք Ստելա Սարուխանյանին, նա է կարգավորում կամ կարող եք նաև գրել մենքի էջին, մենք ևս կպատասխանենք, արդեն մանրամասներին կծանոթացնենք, արդեն մեր հյուրը այստեղ է, մի րոպե ես միացնեմ և ներկայացնեմ։ Մենք նախաձեռնության 14 տարը իմ շատ սիրելի տիկին Ռուզաննա Երեմյանը կարծես թե չի ստացվում, տիկին Երեմյան, խնդրում եմ նորից ուղարկեք հայտ։ Մինչ տիկին Երեմյանը կմիանա մեզ, ես ուզում եմ ձեզ տալ ինֆորմացիա, քանի որ մենք սկսեցինք մենքի տաղավարում այս ուղիղ եթերները, հետո հասկացանք, որ կարելի է էլ ավելի հետաքրքրություն մտցնել մեր էջում բոլորիդ համար, նաև շուտով արդեն սկսել են 3 մեկնարկը տվել է Ստելա Սարուխանյանը, ով ևս հրավիրում է ձեզ մենքի տաղավար իր աշխարհի կենտրոն հաղորդաշարով, ում համար ովքեր կարող են միանալ, ում համար որ իր համայնքը, գյուղը, քաղաքը հենց աշխարհի կենտրոնն է, կարող են միանալ և ներկայացնել, թե իրենց գյուղում, համայնքում, ավանում, մարզում, քաղաքում ինչպիսի աշխատանքներ են կատարվում, նրանք իրենց մասին պատմել, իրենց նախաձեռնությունների ծրագրերի մասին պատմել և իհարկե մեր սիրելի Արսինե Սահակյանը ևս
շուտով մեկնարկը կտա իր երազանքի հետքերով հաղորդաշարին մեկնարկը կտա, այնտեղ կարող են միանալ այն մարդիկ, ովքեր որ շատ երազանքներ, նպատակներ ունեն եւ պատմեն, թե ինչպես են իրականացրել իրենց երազանքները, նպատակները, ինչպես են հաջողությունների հասել։ Տիկին Երեմյան տեսնենք։ Ես փորձեմ գտնել Տիկին Երեմյանին եւ միացնել։ Կարծես թե երևի խնդիր կա, ահա, ստացվում է։ Ահա, ստացվեց, չստացվող ոչինչ չկա, եթե կա ցանկություն, ողջունում եմ ձեզ։ Ողջույն, չեմ հասկանում ինչու իմ նկարը չի երևում, մի հատ դա էլ հասկանամ։ Մինչև դուք ձեզ մոտ խնդրի հետ կհասկանաք, ինձ թվում է այսօր ճիշտն ասած ամբողջ օրը համացանցը ինչ որ խնդիրներ էր առաջացնում, ես էլ տեսնում եմ ինձ մոտ լույսը կարծես թե եկեք ես մի հատ դուրս գամ ու նորից մտնեմ, կարծում եմ այս դեպքում ստացվի բարի։ Շատ լավ։ Բարի երեկո, տեսնում եմ բոլորդ բարևում եք, բարևներ եք ուղարկում, բարի երեկո, սիրելի մեզ դիտողներ, շնորհակալություն, որ այսօր ձեր հանգստյան երեկոն տրամադրելու եք մեզ եւ մոտակա 1 ժամը միանալու եք մեզ, նաև այս ուղիղ եթերները ինչպիսի հիանալի հնարավորություն են տալիս, որտեղում դուք կարող եք մեր հյուրին հարցեր ուղղել, ես վստահ եմ, որ ձեզ մոտ հարցեր կառաջանան եւ մեր հյուրը եւ ես սիրով կպատասխանենք կամ ընթացքում կամ վերջում մենք կպատասխանենք ձեր հարցերին եւ ուրեմն ահա ինձ մոտ դեռ չի եկել բարի երեկո Հասմիկ ջան Տիկին Երեմյան ջան ինձ մոտ դեռ չի եկել չի երևում ձեր հայտը գուցե ես ձեզ հրավիրեմ տեսեք ինձ մոտ ասում է տեխնիկական խնդիրների պատճառով ահա փորձենք նորից ինձ մոտ ասում է տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէ, բայց փորձենք, ինձ թվում է անհնարին ոչինչ չկա, չի ստացվում, ոչինչ, մենք կզրուցենք, մինչև Տիկին Երեմյանը մեզ կմիանա, որովհետև իրոք շատ կարևոր է այն ինֆորմացիան, որը նա է փոխանցելու, այն հանդիպումը, որը մենք ունենալու ենք այստեղ, այն թեման, որի շուրջ մենք խոսելու ենք, շատ կարևոր է, մինչ Տիկին Երեմյանը կմիանա, շատերն են հարցնում, թե ինչպես է անհրաժեշտ միանալ Մենքին միանալը եւ մենք նախաձեռնության անդամը դառնալը դրանք տարբեր բաներ են։ Մենք այս վերջերս պարզեցինք, որ շատերին, երբ որ ասում ենք միացեք Մենքին, նրանք ուղղակի հավանում են Մենքի էջը եւ ասում են մենք միացել ենք, դա ընդհանրապես դառնում են էջի հետևորդ, իսկ Մենքի անդամ դառնալու համար անհրաժեշտ է, որ Մենքին դուք առանձին ուղարկեք, ովքեր որ ցանկանում են ուղարկեն իրենց կարճ համառոտ գրված ինքնակենսագրականը, նաև մեկ լուսանկար ըստ ձեր ցանկության, ձեր սիրելի լուսանկարը եւ այդպիսով դառնում եք Մենքի անդամ, ձեռք եք բերում ձեր հերթական համարը, որով որ դուք գրանցվում եք
դառնում եք մենք նախաձեռնության անդամ եւ շատ տարբեր հնարավորություն եք ստանում միջոցառումների մասնակցել, նաեւ ես ցանկանում եմ, որ ովքեր որ արդեն մենքի անդամ են, լինեն շատ ավելի ակտիվ եւ այստեղ գրեն կամ մեզ առանձին գրեն կամ մենքը նաեւ խումբ ունի, խմբում գրեն, թե ինչպիսի միջոցառումներ կան իրենց համայնքում, ինչպիսի փառատոն կամ գյուղի համայնքի տոնն է, որին ցանկանում են, որ մենքականները եւս ներկա լինեն, իհարկե միանգամից բոլորը հնարավոր է, որ չկարողանան, ցանկալի է, բայց հնարավոր է, որ միանգամից չկարողանան, բայց նույնիսկ 1 հոգի, 2 հոգի եւս որ գա այդ ամեն ինչը նկարի, լուսաբանի, տեղյակ պահի, շատ լավ կլինի, այնպես որ եղեք ակտիվ, կիսվեք գրառումներով, որոնք մենք տեղադրում ենք այստեղ։ Ողջույն Տիկին Երեմյան ջան, ողջույն։ Ողջույն սիրելիս։ Ողջունում եմ ձեզ, կարծես թե կամերայի հետ խնդիր կա, բայց քանի որ միացել եք։ Ինձ խնդիր չկա, ես միացել եմ, որևէ խնդիր չկա, նախ ողջունում եմ քեզ Քրիստինե ջան, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ լսում են, եւ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին, թեև նկարը չի երևում, վիդեո չկա, բայց այնուամենայնիվ ձայնս լսվում է, լավ է լսվում եւ որևէ խնդիր չեմ տեսնում։ Շատ լավ, Տիկին Երեմյան, նախ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ այսօր այստեղ այս հանդիպման համար։ Ես ճիշտն ասած, երբ որ մենք քննարկեցինք ինչ թեմայի շուրջ ենք խոսելու, մի քանի հարցեր, շատ հարցեր եմ պատրաստել, հարցերը նաև մեր այսօրվա հանդիպումից եւս կծնվեն նոր հարցեր, եւ նաև ես ցանկանում եմ, որ մեզ լսողները, դիտողները եւս, եթե ընթացքում հարցեր կառաջանան, գրեք, Տիկին Երեմյանը կպատասխանի ձեր հարցերին։ Խնդրում եմ ներկայացեք, ինչով եք զբաղվում, պատմեք ձեր մասին, ինչ գործունեություն եք ծավալում, որպեսզի մեր դիտողները եւս ճանաչեն ձեզ, իմանան, թե ով է այսօր մեր հյուրը, խնդրեմ։ Դե, ինչպես արդեն ասացիք, ես Ռուզաննան եմ Երեմյան, ես Հակոբ Կոջյան գրթահամալիրի տնօրենն եմ, ես միասին կարող ենք հասարակական կազմակերպության նախագահ եմ, բացի նրանից, որ աշխատում եմ, զբաղվում եմ նաև ակտիվ հասարակական գործունեությամբ եւ մեր հասարակական կազմակերպությունը զբաղվում է շատ ցավոտ խնդիրներով, զբաղվում է կախվածությունների խնդիրներով, խոսքը մասնավորապես քիմիական կախվածությունների կամ թմրանյութերից կախվածություն ունեցող անձերի խնդիրների մասին է։ Մենք մեր գործունեության թիրախում առաջին հերթին դիտարկում ենք անչափահասներին, դեռահասներին եւ ընտանիքների անդամներին, ովքեր տանը ունեն կախվածություն ունեցող անձ։ Այսինքն մեր գործունեությունը վերաբերում է մի ցավոտ թեմայի, որը այսօր հասարակության մեծամասնությանը անհանգստացնում է։ Ասեմ ավելին, փետրվարի 23-ին ներքին գործերի նախարարը հրավիրել էր հասարակական կազմակերպությունների նախարարներին եւ ես էլ էի այնտեղ եւ ներկայացվեց տարեկան հարցման արդյունքները, որին մասնակցել էին շուրջ 30,000 քաղաքացիներ եւ հարցված 30,000, մոտավորապես 30,000 քաղաքացիների շուրջ 70%-ը ամենամեծ մարտահրավերը դիտարկել էր հենց թմրանյութերի խնդիրները, թմրանյութեր գործածողների կամ թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրները։ Ես նաև մի վիճակագրության եմ տիրապետում, Տիկին Երեմյան, կրկին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է ասել, որ ըստ ուրեմն 2023 թվականի տվյալների
որը ի դեպ ածեմ 2023 թվականը նրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի էին հայտարարել, 324 դեպքեր են բացահայտվել, դուք ինչպիսի ինֆորմացիա եք տիրապետում նախորդ տարիների համեմատ, շատ է թե քիչ է այս 324 դեպքերը։ Ես երևի ավելի ուշ հայտարարության տեքստին եմ ծանոթ, մոտ 2 օր առաջ փոխնախարարն էր խոսում եւ խոսում էր 495 բացահայտված դեպքի մասին, դա մի կաթիլ է օվկիանոսում, ընդհանրապես մի կաթիլ եւ հիշյալ դաշտում խնդիրներն ու մարտահրավերները այնքան մեծ են, որ 495 դեպքը չի կարող որևէ խնդիր լուծել։ Իհարկե, ուզում եմ այստեղ ասել, որ շատ գնահատում եմ իրավապահ մարմինների կատարած աշխատանքը, որովհետև իրենք աշխատում են մի տիրույթում, որը առերևույթ անտեսանելի է, խոսքը համացանցային շրջանառության մասին է, որտեղ վաճառողը, տեղադրողը, գնորդը որևէ մեկը մյուսին չի ճանաչում եւ այս պարագայում հայտնաբերումները, այսինքն տվյալ մարդկանց հայտնաբերելը, դրա հետևից մինչև վերջ գնալը երբեմն առերևույթ շատ դժվար է, բայց գործ արվում է, շատ մեծ գործ է արվում։ Ես պիտի ասեմ նաև, որ ես ինքս շատ ակտիվ համագործակցում եմ իրավապահ մարմինների հետ։ Այո, անցյալ տարին հայտարարված էր թմրանյութերի դեմ ապօրինի շրջանառության պայքարի տարի, բայց մենք դրանով չպիտի բավարարվենք։ Անցյալ տարի նույն նախարարը, որ դեռ ոստիկանապետ էր, ազգային ժողովում հայտարարեց, որ թմրանյութերի դեմ տարվող պայքարի ռազմավարությունը պատրաստ է, բայց իրականում մինչև այսօր դեռ այդ ռազմավարությունը ընդունված չէ։ Ամենայն դեպս ես որպես հասարակական կազմակերպության նախագահ ամսի 23-ին այդ հարցը բարձրացրել եմ, ինձ վստահեցրել են, որ առաջիկա օրերին տեղի կունենա ընդլայնված քննարկում, նաև հաշվի կառնեն մեր կարծիքները եւ գուցե ռազմավարության ընդունումից հետո, որը պիտի դառնա ռազմավարական փաստաթուղթ, այդ ժամանակ մենք կկարողանանք ինչ-որ նախանշել ապագա պայքարի ուղիները, բայց այստեղ պիտի ասեմ, որ որքան հմտանում են մեր իրավապահները, այնքան հմտանում են նաև տվյալ բիզնեսով զբաղվող մարդիկ։ Մի բան էլ եմ ուզում այստեղ ասել, սիրելի Քրիստինե, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը համացանցային տիրույթում շատ արագ տեղավորվեց, մասնավորապես հեղափոխությունից հետո, որովհետև եթե մինչև այդ բոլորը իրենց թաղերում ճանաչում էին այն մարդկանց, ովքեր վաճառքով են զբաղվում, ովքեր ունեն, ովքեր այսպես այնպես, հեղափոխությունից հետո այդ մարդիկ հասկացան, որ իրենք արևի տակ գործանել չեն կարող, այլևս չունեն ընտանիքները եւ արագ ծպտվեցին համացանց, իսկ համացանցում ամենահարմար տեղը Telegram-ն է, որը որևէ համագործակցություն չի գնում որևէ երկրի իրավապահ մարմինների հետ, օրինակ Facebook-ը, մյուս հարթակները համագործակցում են եւ անհրաժեշտության դեպքում, երբ որ պետական պաշտոնական մարմինները դիմում են, իրենք տեղեկատվություն են տրամադրում իշյալ բաժանորդի մասին, բայց Telegram-ը դա չի անում եւ բնականաբար այս բիզնեսով զբաղվողները տեղավորվել են Telegram-ում եւ դրանով ավելի են դժվարացրել մեր իրավապահ մարմինների աշխատանքը։ Մի կողմից փաստորեն ստացվում է ի ուրախություն մեզ, որ այս բիզնեսում պետական վերահսկողություն չկա, այսինքն ինչ նկատի ունեմ դա ասելով, որ պետական հովանավորչություն, այսինքն ամենաբարձր մակարդակով չկա, ինչպես որ եղել է դա նախկին տարիներում, որ ամենաբարձր մակարդակը մինչև հասել է այս շրջանառությունը, բայց մյուս կողմից ցավալի է, որ դեպքերը այդքան շատացել են, իսկ դուք ինչի հետ եք կապում այս դեպքերը, քանի որ դուք շատ ավելի լավ եք տիրապետում ինֆորմացիային, քան մենք սովորական մարդիկ, ովքեր գուցե եւ լուրերով կլսեն կամ տեսեն կամ կշրջանցեն այդ լուրը, ինչի հետ եք կապում, ինչու է այսքան շատացել։
Բոլոր հեղափոխությունները, պատերազմները նպաստավոր պայմաններ է ստեղծում այս չարիքի զարգացման համար, մասնավորապես պատերազմները։ Գիտեք, բարձր տեխնոլոգիաները մի կողմից հեշտացնում են մեր կյանքը, մյուս կողմից մարտահրավերներ են բերում մեր առջև, որովհետև շատ անչափահասների ծնողներ, երբ որ երեխաները ժամերով, օրերով հեռախոսների մեջ են, չեն էլ պատկերացնում, որ համացանցը թմրանյութ վաճառողների բնակության հիմնական վայրն է։ Շատ ծնողներ չեն էլ պատկերացնում, թե ինչ մարտահրավեր է եւ ինչի հետ իրենք հետո կարող են առնչվել։ Շատ լավ, շատ հարմար է, շատ հաճելի է, որ երեխան իր սենյակում հեռախոսի առաջ նստած է, չի անհանգստացնում, դու շարունակում ես քո կյանքը, ապրում ես քո կյանքը, բայց իրականում դու չգիտես իրեն ինչ է այնտեղ առաջարկվում եւ ինչի հետ է ինքը առնչվելու։ Համացանցը բերեց իր հետ իհարկե դժվարություններ, մենք էլ դրա հետ ապրելու երկար տարիների փորձ չունեինք եւ բնականաբար վերահսկողական մեխանիզմներ էլ չունեին ծնողները։ Հիմա կան փառք Աստծո որոշ հարթակներ, որով ծնողը կարողանում է սահմանափակել երեխայի մուտքը ինտերնետ, կարողանում է վերահսկել երեխան որտեղ է, ինչով է, ինչ է նայում եւ այլն, բայց մեր դեռահասներն էլ շատ հնարամիտ են եւ արագ կարողանում են դրա այդ սահմանափակումներից դուրս գալ եւ երկրորդ տարածվածությունը վերահսկել այդ իմաստով էլ չես կարողանում, ինքը չգիտի, ընկերը գիտի։ Մենք կորցրել ենք ժամանակ, բավականին երկար ժամանակ, փառք Աստծո, հիմա նորից եմ ասում, մենք ունենք հատուկ համակարգչային բաժին, գրագետ երիտասարդներ, ովքեր համացանցում այդ բոլոր խնդիրները բացահայտելու գործերով են զբաղված, այդ բաժինը բացվեց 2022 թվականին, ինչի մասին ես դեռ խոսում եմ 2020 թվականից եւ ամեն րոպե ահազանգում էի, որ մենք պիտի ունենանք, բացի կիբերհանցագործությունների բաժինը, պիտի ունենանք առանձին բաժին, որը պիտի զբաղվի միայն համացանցով, թմրանյութերի առուվաճառքի թեմաներով, հիմա արդեն մենք ունենք, այսօր 2024 թվականն է ունենք, բայց բացի են, որ համացանցն է, նորից եմ ասում, բոլոր հեղափոխությունները, պատերազմները իրենցից հետո նպաստավոր պայմաններ են ստեղծում այս չարիքի զարգացման համար։ Այն աղետը, որ մենք տեսանք 2020 թվականին, բնականաբար պիտի գային բանակից կամ պատերազմից, ռազմի դաշտից երիտասարդներ, ովքեր դաժան փորձությունների միջով էին անցել եւ իրենց հույսերը չկառավարելու, իրենց էմոցիաները չկառավարելու հետևանքով նաեւ հայտնվեցին այս դաշտում։ 495 թիվը, որի մասին մենք խոսում ենք, դրանց մեջ գիտեք մտնում են մարդիկ, ովքեր օրինակ իրենց բակում մարիխուանա են աճեցրել եւ ծխել են կամ ինչ որ մեկից վերցրել են նույն մարիխուանան, ծխել են եւ հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, սա ինձ համար ցուցանիշ չի։ Մղվող պայքարի դեպքում սա ցուցանիշ չի, որովհետև մարիխուանա ծխող պապիկին, երբ որ մենք տանում ենք գործը բացահայտում ենք, ասում ենք 65-ամյա պապիկը իր հողամասում մարիխուանա է աճեցրել եւ ծխել եւ դրա համար նրա նկատմամբ քրեական վարույթ ենք հարուցում, դա ցուցանիշ լինել չի կարող։ Երբ որ համացանցում մենք ունենք այնպիսի թմրանյութերի առուվաճառք, որոնց 1-2 անգամ օգտագործումը երիտասարդին դարձնում է հավերժ կախվածություն ունեցող անձ եւ այս դեպքում տարիներ են պետք, ահռելի ջանքեր են պետք եւ երիտասարդի եւ ընտանիքի համար այդ իրավիճակից դուրս գալու համար։ Եվ պիտի ցավով ասեմ, որ մենք արդեն ունենք կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ունենք գրանցված աղջիկ երեխաներ 15 տարեկան։ Այսինքն այս դեպքում մենք պիտի ասենք, որ այս հիվանդությունը ոչ սեռ է հարցնում, ոչ տարիք է հարցնում եւ
այն իսկապես հիվանդությունն է։ Կախվածությունը լուրջ հիվանդություն է, որի դեմ պիտի պայքարել, բայց որpիսի դու դրա դեմ պայքարես, դու պիտի իմանաս դա ինչ է եւ ամենասկզբում, վաղագույն շրջանում կարողանաս հայտնաբերել եւ իհարկե ճիշտ նպատակային օգնություն ցույց տալ։ Մինչև մենք հիվանդությանը նորից կանդրադառնանք, ես այսպիսի մի հարց եմ ուզում ձեզ տալ, կա արդյոք վիճակագրություն անչափահասների շրջանում քիմիական կախվածություն ունեցողների քանակի վերաբերյալ եւ ամենափոքր տարիքը, որը որ դուք գիտեք, հա, ամենափոքր տարիքի այդ երեխան որ տարիքից է, որ սկսել է օգտագործել եւ առհասարակ ծնողները, որ տարիքի, որ դասարանի երեխաների ծնողները պետք է սկսեն ուշադրություն դարձնել, անհանգստանալ, որովհետև երբեմն թվում է 8-9 տարեկան երեխա փոքր է, բայց երբ որ իմանում ես նրանց շրջանում էլ կան դեպքեր, դա շատ մտահոգիչ է, այսինքն այդ վիճակագրության մասին եւ նաեւ ծնողներին, որ ինչպես զգուշացնել, որ տարիքից սկսեն ուշադրություն դարձնել։ Ծնողներին խնդրում եմ ուշադիր լինել միշտ, հատկապես երբ որ երեխան ժամերով հեռախոսի մեջ է։ 8-9 տարեկանը շատ վաղ շրջան է, փառք Աստծո, մեր մոտ դեռ այդ տարիքի դեպքեր չեն հայտնաբերվել, բայց անցյալ տարի ես օրինակ ունեցա ահազանգ 6-րդ դասարանում երեխաների շրջանում տեղի ունեցող մի իրավիճակի մասին, երբ որ երեխաներից մեկը իր հետ դպրոց էր տարել թմրանյութ եւ փորձել էր հյուրասիրել մյուսներին, խոսքը 6-րդ դասարանի մասին է, այսինքն եթե մենք արդեն 15 տարեկան աղջիկ երեխա ունենք գրանցված, այդ նշանակում է կախվածություն ունեցող 15 տարեկան, գիտեք, 1-2 անգամ փորձելը դեռ կախվածություն չի, դեռ ինքը սկիզբն է, այսինքն մարդը փորձել է, փորձում են մեծ մասը երիտասարդների, տղաների հատկապես, իրենց կյանքում փորձում են եւ մարիխուանա եւ այլ բաներ, բայց 10 փորձողից կարող է 8-ը այլևս չվերադառնալ դրան, բայց այն 2-ի մոտ առաջանա այդ խնդիրը։ Մենք պիտի ուշադիր լինենք անցումային տարիքում բնականաբար, ում հետ է երեխան շփվում դպրոցում, ինչ միջավայրում է, ինքնահաստատման փուլը ինչպես է անցնում, սեռահասունացման փուլը ինչպես է անցնում եւ այլն։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, մենք պաշտոնական վիճակագրություն չունենք, բայց ավագ դպրոցներից, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացվող ահազանգերը, որոշ դպրոցներից, ավագ դպրոցներից, որտեղ նույնիսկ հայտնաբերվում են կաթուցիչներ եւ այլն, եւ տնօրենների կողմից դա չի բարձրաձայնվում, որովհետեւ չեն կարող դրա մասին բարձրաձայն խոսել, որտեղ հաջորդ տարի ուղղակի կարող է իրենք աշակերտ չունենան։ Մի տնօրենը չի կարող դրա մասին բարձրաձայն խոսել, բայց եթե խոսեն շատ շատերը, այդ խնդիրը շատ ավելի այսպես պարզ կդառնա։ Այստեղ մի բան եմ ուզում ասել, Քրիստինե ջան, միջև վիճակագրությանը անդրադառնալը, ուզում եմ ասել, որ մենք ավանդապահ հասարակություն ենք եւ մենք սովորաբար չենք խոսում այն խնդիրների մասին, որ մենք ունենում ենք։ Մեզ համար տաբու թեմաներ են ընտանեկան բռնությունը, տաբու թեմաներ են թմրանյութերի հետ կապված զավակ ունենալը, ամուսին ունենալը, այսինքն դրանք թեմաներ են, որոնց մասին բոլորը աշխատում են լռել, տառապում են միայնակ, չեն ապրում, այդ ընտանիքներում մեծանում են երեխաներ, որոնք շատ ծանր հոգեվիճակ են ունենում։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ցավոք չունենք, վաղուց ժամանակներ, որ մենք ունենայինք, եվրոպական երկրներում կա վիճակագրություն, երբ որ անչափահաս երեխաները թեստերի միջոցով իրենք անանուն հարցում են անում, հասկանալու համար, թե կոնկրետ երեխաները կամ դեռահասները կամ պատանիները
որքանով են տեղեկացված, ինչ են օգտագործել, երբ են օգտագործել, որ միջավայրում եւ այլն, որը դառնում է այդ ռազմավարության հիմքը, ինչպես դրա դեմ պայքարել։ Մենք դա չենք անում, բայց ուզում ենք առերևույթ պայքարել մի բանի դեմ, որի ծավալների մասին ուղղակի պատկերացում, իրական ծավալների մասին սովորական հայ ծնողը, հայ քաղաքացին պատկերացում չունի։ Բայց ես որպես մարդ, ով առնչվում է այդպիսի ընտանիքների հետ, գիտի այդպիսի ընտանիքներ, երեխաներ, խնդիրներ, բազմաթիվ մարդկանց հետ, ես պետք է ասեմ, որ վիճակը իսկապես աղետալի է եւ ոչ մի վիճակագրություն այս պահին երևի թե չի կարող իրական պատկերը մեզ ցույց տալ։ Մենք այդ խիզախությունը չունենք ինքներս մեզ, մեր հասարակությանը ասելու, որ մենք ունենք այսպիսի խնդիր։ Գիտեք, մի քանի տարի առաջ մի անչափահաս աղջիկ տանը թմրանյութ գործածելուց հետո մահացել էր, սրտի կանգ էր ունեցել եւ երբ որ ծնողին առաջարկվեց, որ բարձրաձայնի այս թեման, գուցե մյուսները սթափվեն, հասկանան ինչի մասին է խոսքը, ծնողն ասաց կանեի, եթե տանը եւս երկու անչափահաս չունենայի, բայց քանի որ ունեմ եւս երկուսը, ես չեմ կարող կասեմ, սիրով կասեմ, ուղղակի դրանից հետո պիտի ինքնասպան լինեմ, որովհետև մեր հասարակության մեջ այդ հիվանդություն ունեցող ընտանիքների նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Մենք չենք հասկանում, որ ոչ ծնողը, ոչ տատիկ պապիկը, ոչ ընտանեկան կարգավիճակը, ոչ ֆինանսական կարգավիճակը չեն կարող որևէ երեխայի կամ որևէ ընտանիքի ապահովագրել այս տեսակ խնդիրներից։ Ես իմ բոլոր սեմինարների ժամանակ ասում եմ, եթե այս խնդիրը չի թակել դեռ ձեր դուռը, վստահ եղեք, որ այն թակել է ձեր հարևանի դուռը։ Բայց մենք դրա մասին պիտի խոսենք եւ պիտի ասենք, որ մենք այլևս հապաղելու իրավունք չունենք, որովհետև 3 միլիոնանոց հանրապետությունում, երբ որ ստատիստիկա ես անում, այսինքն մենք անում ենք, դուրս ենք բերում այդ բոլոր էջերը, հաշվում ենք, բազմապատկում ենք, էջերն ունեն իրանց հավելվածները, տարբեր օպերատորներ եւ այլն, երբ որ հաշվարկ ես անում, դու հասկանում ես, որ մի օրվա մեջ մոտ 100-150 հազար մարդ թմրանյութ է փնտրում։ Ողբերգություն 3 միլիոնանոց բնակչության պարագայում սա ողբերգություն է, երբ որ ոստիկանությունն ասում է, որ մենք ունենք ընդամենը 400 նարկոշոփեր, որոնք ապրանք են վաճառում, ես չեմ հասկանում, որովհետև մի տարի առաջ դրանց թիվը 3000 էր, հիմա 4000 է։ Կապ չունի ինքը փոքր շոփա, մեծա, օպերատորա, ինչը կապ չունի, բայց ինքը ռեալ, եթե մի օրվա մեջ 10 մարդու էլ թունավորում է, ինքը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Ես հենց դրա մասին էի ուզում ասել, որ սա ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Մենք խոսեցինք նաև, որ սա հիվանդություն է, այսինքն կախվածությունը, հենց ինքը մենք պետք է հասկանանք, որ տվյալ մարդիկ հիվանդ են, սա հիվանդություն է եւ սարսափելի է նույնիսկ մտածել, թե նրանք ինչպիսի սերունդ պետք է տան, այսինքն նրանց երեխաները ովքեր են լինելու, ինչ են լինելու նրանց երեխաները եւ իրոք որ փոքր ժողովրդի համար շատ մեծ սպառնալիք է, այսինքն ինչպիսի ծերունդ ենք մենք հետագայում ունենալու, այդ մարդիկ ինչպիսի երեխաներ են ունենալու, մենք խոսեցինք Տիկին Երեմյան դպրոցի մասին, քանի որ ես էլ դպրոցական երեխա ունեմ եւ դուք էլ շատ մոտ եք հենց ամբողջ օրը դպրոցի հետ ձեր գործունեությունը կապված է, ես ուզում եմ հասկանամ ինչպես է թմրանյութը մտնում դպրոց, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել հասարակության մի մասն է եւ երեխան իր պայուսակով թմրանյութը բերում է, այսինքն ինչպես է բերում, շրջանական ինքը կարող է պայուսակում ունենալ եւ դու չունես լիազորություն երեխայի անձնական տիրույթը մտնելու եւ նրա պայուսակը ստուգելու, դու չունես այդ իրավունքը, դու կարող ես խնդրել իրեն, որ ինքը դատարկի իր պայուսակը, բայց դու չես կարող ստուգել ինքդ նրա պայուսակը, դա պիտի անի ծնողը, այդ վերահսկողությունը ծնողի ֆունկցիան է,
Աստված ոչ արածի, եղել են դպրոցներ, որտեղ դպրոցներում ասել են պայուսակները ստուգում ենք եւ ծնողները ահազանգել են, որ դուք ինչ իրավունք ունեք մեր երեխայի սեփականությանը դիպչելու, այսինքն իր պայուսակ իր անձնական տիրույթն է։ Սա շատ դպրոցը հասարակության մի մասն է, ինչ վերաբերում է ինչպես են երեխա ունենալու, ովքեր են լինելու այդ մարդկանց երեխաները լինելու են առողջ նորմալ երեխաներ, եթե մեր պետությունը եւ մենք հասարակության անդամներս ոչ թե խարանի ենթարկենք այդ մարդկանց, այլ սիրենք, կանգնենք իրենց կողքին, տանք սեր, օգնենք այդ ընտանիքներին հաղթահարել դա, որովհետեւ դա ծանր ստրես է։ Մենք երևի այն եզակի պետություններից ենք, որտեղ վերականգնողական կենտրոններ մենք չունենք։ Մենք թմրանյութերի գործածումից կամ կախվածություն ունեցող, այսպես ասենք, նաև ալկոհոլն էլ է կախվածություն է, շատ ավելի ծանր կախվածություն, քան թմրանյութի գործածումը, այնպես չի, չէ, որ ալկոհոլ օգտագործող մարդիկ երեխա չեն ունենում են եւ շատ տաղանդավոր երեխաներ են ծնվում, բայց մենք չունենք այդ վերականգնողական կենտրոնները, մենք ջանք չենք թափում, մենք անտեսում ենք խնդիրը, համարում ենք, որ դա չկա եւ շարունակում ենք ապրել, երբ որ հասարակության 80%, ես ասում եմ մոտ 30,000 քաղաքացի մասնակցել է հարցմանը եւ ես այս հարցը տվել եմ նաեւ նախարարին, 80%-ը ահագնացող խնդիրների շարքում առաջին տեղում տեսնում է հենց թմրանյութերի շրջանառությունը, մենք չունենք վերականգնողական կենտրոն, մենք դպրոցներում անցնում ենք առողջ ապրելակերպ առարկա, բայց այդ առարկան ովքեր են վարում եւ ովքեր գիտեն ինչ բան է կախվածությունը։ Ես բազմիցս եմ ասել, հիմա էլ եմ ասում, անցյալ տարի Կրթության գիտության նախարարությունը դրամաշնորհային ծրագիր ուներ կախվածություններին վերաբերող եւ երբ որ մենք հայտ ներկայացրեցինք մասնակցելու, պարզվեց շահել է մի կազմակերպություն, որը ամենամատչելի գինն է առաջարկել եւ այդ կազմակերպությունը երբևէ կախվածությունների խնդիրով չի զբաղվել, ինչ որ շինարարական տենդերներ ա շահել, հիմա էլ կախվածություններ ա շահել եւ հետո երկրորդ, երրորդ անձանց միջոցով ինձ հրավեր են անում այդ կազմակերպության հետ աշխատելու կամ կախվածությունների բուժման ազգային կենտրոնին խնդրում են որոշ մարդկանց վերապատրաստելու, որ գնան կախվածությունների մասին խոսեն դեռահասների հետ, դուք հասկանում եք, սրա վտանգը որն է, երբ որ մարդը, տգետ մարդը, չիմացող մարդը, խնդիրը ներսից չտիրապետող մարդը գնում է դպրոց եւ այս մասին խոսում է անչափահասի հետ, ինքը ուղիղ իմաստով գովազդ է անում։ Եվ մենք ունեցել ենք խնդիրներ այդպիսի, ահազանգեր ենք ունեցել, երբ որ ոստիկանության աշխատողները շատ լավ մղումներով գնացել են դպրոց եւ կանխարգելի զրույց են ունեցել, հաջորդ օրը տնօրեն ինձ զանգել ասում է, ցավը տանեմ, ինչի սեր պետք է կան, ասում է, հիմա այս աշակերտները մենակ դրա մասին են խոսում, հեռախոսներով էլ դա են նայում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, ում ենք թույլ տալիս դրա մասին խոսել, երբ որ ինչ որ մեկը մատչելի գին է առաջարկում, ու դու ապշում ես, որ ոլորտից անտեղյակ մարդուն տրվում է պետական իմ, ձեր, մյուսի վճարած հարկերից դրամաշնոր, որ ինքը գնա մեր երեխաներին գովազդ անի, ինքը չի հասկանում խնդիրը, չի տիրապետում խնդրին, բայց մարդը գնում է դպրոց, որտեվ ինքը դրամաշնորհով ծրագիր է շահել, պետական ծրագիր, ու մեր պետությունը մի հատ չի ասում, հարգելիս, բայց քեզ ով է իրավունք տվել, դու ես ոլորտում 0 փորձ ունես, հետո ինչ որ շինարարական տենդեր ես շահել։ Այո։ Սա զավեշտալի բան է։ Սա զավեշտալի բան է։ Դուք այդ դեպքը որ նշեցիք, ես հիշեցի, որ նույնիսկ ասել էին, չէ, տելեգրամյան այսինչ ալիքն է, ալիքի անունն էին ասել, նույնիսկ մի քանի ալիքների անուն, եթե չեմ սխալվում։ Տնօրենները զանգել են ինձ, ասում են, դե մենք ինքներս անում ենք սեմինարներ, ես ասեմ ձեզ Քրիստինե ջան, որ ես երբևէ որևէ դրամաշնորհով որևէ ծրագիր չեմ արել։ Ես սա համարում եմ ինձ համար կյանքի գործ։ Ես սրա դեմ կռվել եմ, կռվելու եմ, պայքարելու եմ, երբևէ դրամաշնորհի չեմ դիմում։ Էլի ես չէի դիմելու էր իմ գործընկեր մեկ այլ կազմակերպություն, ով կրթական ոլորտում ուներ փորձ։
Եվ ինձ խնդրել էր, որ որպես այսպես օգնող ձեռք իրենց կողքին լինեմ, ես տվել էի իմ համաձայնությունը, որովհետև ես գիտեի ովքեր են այնտեղ, եւ այդ մարդկանց հետ աշխատելու դեպքում մենք ինչ որակ կունենանք, բայց անվճար ամեն ինչ մենք անում ենք մեր միջոցների հաշվին, մենք օգնում ենք մարդկանց, մենք գնում ենք, մենք փորձում ենք հոգեբանական աջակցությունը ապահովել, անհրաժեշտության դեպքում իրավապահների աջակցությանն եմ դիմում եւ այլն, բայց արի ուտես, որ մեր պետությունը վճարում է գումար է տալիս մի կազմակերպության, որը ընդհանրապես տեղյակ չի։ Ես միշտ ասել եմ, ամենավատ բանը դիլետանտությունն է։ Այս գործում ցանկացած դիլետանտ իր մի խոսքով իր հետևից ստանելու է բազմաթիվ դեռահասների։ Իսկ մենք դրա իրավունքը չունենք, իրավունք չունենք մի արական սերի ներկայացուցչի համար մենք դե ազգովի կռվենք, որովհետև մենք գիտենք ինչի առաջ ենք կանգնած։ Իհարկե, ես ձեզ հետ համաձայն եմ, որ անհրաժեշտ է պայքարել եւ բոլորս պետք է պայքարենք, լինենք ուշադիր, եթե մեր երեխաները Փառք Աստծո նման չարիքով չեն զբաղվում, մեզ շրջանցել է, բայց դա չի նշանակում, որ կողքինը կամ նրանց ընկերը կամ ընկերուհին դրանով չեն զբաղվում կամ չեն զբաղվի դրանով։ Միանշանակ ես ուզում եմ ձեզ ասել, որ դուք միայնակ չեք, ես կոնկրետ իմ աջակցությունը, չգիտեմ ինչքանով կարող եմ ես օգտակար եւս լինել, միանալ ձեզ այս չարիքի դեմ պայքարում, որովհետեւ ինքս ճանաչում եմ ընտանիք, որը որ կորցրել է իր որդուն, հենց ամաչում էր բարձրաձայնել, որ իր որդին ունի այդ խնդիրը եւ նրանք կորցրեցին իրենց զավակին։ Հաջորդ հարցը, մինչև հաջորդ հարցը ձեզ տամ, ես ուզում եմ, որ մեզ դիտողները մաքսիմալ կիսվեն, տարածեն այս տեսանյութը, որովհետև շատ կարևոր է, մենք շատ լուրջ թեմայի շուրջ ենք խոսում եւ շատ կցանկանայի, որ դպրոցի տնօրեններ, քանի որ մենք շատ տնօրեններ ունենք, մանկավարժներ, առհասարակ մայրիկներ, բոլորը հայրիկներ եւս իրենց գործը թողեին, միանային եւ լսեին մեզ, այնպես որ խնդրում եմ բոլորը տարածեք այս տեսանյութը։ Հաջորդ հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, Տիկին Երեմյան, ինչպես կբնութագրեք դուք կախվածությունը եւ խնդրում եմ անդրադարձեք դրա տեսակներին, ինչպիսի վարքագիծ է դրսևորում թմրանյութ օգտագործողը եւ ինչի վրա է հենց առաջին հերթին պետք ուշադրություն դարձնել։ Դե ասեմ, որ կախվածությունը ինքը հիվանդություն է եւ երբ որ մենք ասում ենք կախվածություն, մենք չպիտի նկատի ունենանք միայն այն անձանց, ովքեր թմրանյութային կախվածություն ունեն, կախվածությունը նաեւ հեռախոսային կախվածությունը, խաղերից կախվածությունը, ի վերջո մենք գիտենք ընտանիքներ, ովքեր կորցնում են ամեն ինչ, որովհետեւ չեն կարողանում տիրապետել իրենց։ Մենք ունենք ալկոհոլային կախվածություն ունեցող ընտանիքներ կամ քաղաքացիներ, ունենք թմրանյութերից կախվածություն ունեցող քաղաքացիներ, որում թմրանյութերն էլ տարբեր են, կան քիմիական թմրանյութեր, կան այլ տիպի օպիոիդային թմրանյութեր եւ այլն, այսինքն մենք պիտի այստեղ տարանջատենք, պիտի հասկանանք, որ սա մի տեսակի հիվանդության մասին չենք խոսում։ Կախվածությունը մի հիվանդություն է, որը իշխում է քեզ, դու դադարում ես ինքդ քեզ կառավարել, ինքն ապրում է քո փոխարեն, ինքն է կառավարում քեզ, այսինքն դու որպես բանական արարած, այլևս իր գերին ես, ինքը քո տերն ու տնօրենն է։ Կախվածությունների բուժման տեսանկյունից պիտի ասեմ, որ Երևանում կա կախվածությունների բուժման ազգային կենտրոնը եւ մենք շատ ակտիվ համագործակցում ենք այս կենտրոնի հետ, որը վերջին տարիներին իմ հարգելի գործընկեր Սուրեն Նազինյանի օրոք ծաղկում է եւ հիվանդանոցը բերվել է շատ մարդկային արժանապատիվ պայմանների, որտեղ մեր քաղաքացիները այլևս չեն խորշում դիմել, այլ գնում են եւ ստանում են համապատասխան աջակցություն։ Բայց կախվածությունները դեղորայքով դու չես բուժի։
աջակցությունը առաջին հերթին սոցիալ-հոգեբանական երևույթ է, որի դեմ պիտի պայքարել այլ միջոցներով։ Ինչպես հասկանալ, որ դեռահասն օգտագործում է այս կամ այն թմրանյութը, սա շատ լուրջ է, պիտի մեր սիրելի ծնողներին խորհուրդ տամ հետևել երեխաների քնելու ռեժիմին, երեխաների սովորելուն, երբ որ երեխան կորցնում է սովորելու նկատմամբ հետաքրքրությունը, հետևել երեխաների սնվելու ռեժիմին, շատ է ուտում, չի ուտում, գիշերը չի քնում, ինչու չի քնում, բիբերն ինչպիսին են, կարմիր է, սպիտակ է, ընդ որում հետևեն երեխաների դարակում կան արդյոք նավթիզին կամ այլ տիպի դեղամիջոցներ, որոնք սպիտակեցնում են աչքի բիբերը, այսինքն սրանք այնքան շատ են, որ մի հաղորդման շրջանակում ասել ծնողներին, թե կոնկրետ ինչի վրա ուշադրություն դարձնեն դժվար է։ Երեխայի նյարդային ֆոնը պիտի հետևեն, երբեք չշփոթեն դա սեռահասունացման տարիքի խնդիրների հետ, որովհետև դեռահասը կարող է ունենալ նաև սեռահասունացման տարիքի դյուրագրգիռ վիճակ, դա դրա հետ չպիտի կապեն։ Հայտնաբերելու դեպքում ինչ պիտի անեն, չպիտի աղմկեն, չպիտի սուգ անեն, չպիտի կորցնեն ապրելու ցանկությունը, պիտի զինվեն համբերությամբ, դիմեն կախվածությունների բուժման ազգային կենտրոն, դիմեն մեզ, մենք էլ պատրաստ ենք իրենց կողքին լինել և ամեն տիպի աջակցություն ցուցաբերել, ասեմ ավելին, և կախվածությունների բուժման ազգային կենտրոնում և մեզ մոտ հիվանդի բուժմանը կամ նրան աջակցություն ցույց տալու ամբողջ գործընթացը գաղտնի է, այսինքն դա իմանում է միայն ծնողը և հուշհաստատությունը և որևէ տեղից տեղեկատվություն դուրս չի գալիս։ Կան հիմա նաև թեստեր, որոնք օգնում են դեռահասների ծնողներին շատ արագ հասկանալ, արդյոք երեխան օգտագործել է որևէ բան, թե ոչ, և եթե օգտագործել է, ինչ է օգտագործել։ Թեստերը երկու տիպի են, կան 5 տիպի թմրանյութերի դեմ թեստեր, մեկ թեստով 5 տիպի թմրանյութի ախտորոշում է տեղի ունենում, գործածության ախտորոշում և 10 տիպի թմրանյութի գործածության ախտորոշում։ Այս պահին թեստերը նաև մեզ մոտ կան, վաճառվում են դեղատներում, նորից ու նորից ասում եմ, սիրելի ծնողներ, չամաչեք, եթե ունեք կասկած, նույն րոպեին գնեք թեստերը, եթե չեք ուզում դեղատնից վերցնել, զանգեք մեզ, մենք ունենք թեստեր, այն մարդը, ով ներկրում է այդ թեստերը, նաև մեզ է տրամադրում, ասեմ ավելին, բավականին մատչելի գնով, որպեսզի նման խնդիր ունեցող ընտանիքները կարողանան ավելի հեշտորեն և ավելի մատչելի գնով ձեռք բերել։ Թեստը հղիության թեստի նման է, մեզի միջոցով է որոշվում և այս դեպքում ծնողը առաջին ազդակը ունենում է, չի գործածել, մաքուր է, ինքը հանգստանում է, չի հետապնդում երեխային, թողնում է հանգիստ, ուրեմն դա դեռահասության ճգնաժամն է։ Հայտնաբերելու դեպքում, այլ նորից եմ կրկնում, առանց նյարդային որևէ բանի, պիտի դիմել բժշկի, պիտի դիմել մասնագետներին։ Բժիշկ ասելով ի նկատի չունեմ այն մարդուն, որ գալիս է իրենց տանը և սիստեմա է միացնում կամ օրգանիզմը մաքրող ինչ-որ բաներ է սրսկում, ներարկում, ոչ, պետք է դիմել արհեստավարժ մասնագետներին, ովքեր առաջին հերթին սոցիալ-հոգեբանական աջակցություն պիտի ցուցաբերեն։ Ինչու եմ ասում, մենք չունենք վերականգնողական կենտրոններ և դա շատ վատ է, որովհետև մարդուն, ում դու տանում ես հիվանդանոց, մի 20 օր պահում ես, դեղերը ներարկում են, ինքը լավ է, ամեն ինչ կարծես թե թվում է անցյալում, բայց իր գլխում այդ հաճույքի
ապա դեռ չի մոռացել։ Դու իրան վերում ես նույն տունը, նույն միջավայրը, ինքը նորից նույն քաղաքում, նույն փողոցում, նույն միջավայրում ապրում է եւ բնականաբար ամեն տեղ այդ նույն գայթակղությունը կա եւ դա իր հետ բերում է նաեւ հիվանդության կրկնության, այսինքն դու չես կարողանում իրեն հեռացնել այդ ամեն ինչից։ Պիտի լինեն վերականգնողական կենտրոններ, որտեղ մարդը պիտի գնա առնվազն 6 ամիս առանձնանա, սոցիալիզացիայի նոր փուլ անցնի, առնվազն 6 ամիս, իհարկե 12 քայլ ծրագիր կա, որը 1 տարի է տևում եւ որը շատ ավելի արդյունավետ է։ Բայց այստեղ նաեւ մի բան պիտի հաշվի առնենք, որ այն ընտանիքները, որտեղ մենք ունենք կախվածություն ունեցող քաղաքացիներ, նրանք այլևս վճարունակ չեն, որովհետեւ նրանք նախ իրենք ունեն օգնության կարիք, որովհետեւ իրենք փոխկախյալներ են, փոխկախյալը դա ծանր հիվանդություն է, եւ երկրորդ իրանք ֆինանսապես ի վիճակի չեն։ Մենք պիտի ունենանք հիմնադրամներ, ովքեր պատրաստ են ներդրում կատարել եւ այդ ընտանիքների համար, այն ընտանիքների համար, ովքեր ի վիճակի չեն, դա պիտի լինի անվճար։ Այստեղ կան 1-2 այդպես կազմակերպություններ, ովքեր մասնավոր հիմունքներով բացել են վերականգնողական կենտրոն, մի քիչ Երևանից դուրս եւ այլն, բայց դա այնքան թանկ է, որ միջին վիճակագրական ընտանիքը, որը ապրում է Հայաստանի Հանրապետությունում, մեծ ցանկության դեպքում էլ մի ամիսը 400-500 հազար չի կարող վճարել, որ իր աղջիկը կամ իր տղան այդտեղ բուժում ստանա եւ դա լինի երկարատև։ Մենք պիտի ունենանք պետական աջակցություն։ Ես դրանից էի ուզում հարցնել ձեզ։ Գիտեք ինչ եմ ուզում հասկանալ, դուք ասացիք, որ երեխան ամեն դեպքում դպրոցին անդրադառնամ, փոքր տարիքին անդրադառնամ, երեխան իր հետ բերում է դպրոց, դրսում նրան տալիս են այն մարդիկ, ովքեր որ շահագրգռված է, որպեսզի դա տարածվի, դրանով են զբաղվում, հա? Այսինքն այդ միջնորդները, այդ մատակարարողները, ես ուզում եմ հասկանամ, երեխան ինչպես է ձեռք բերում դա, թե անվճար տալիս են երեխային, որ միայն թե դա տարածվի։ Ես այդ պահին եմ ուզում հասկանամ, որ ծնողները ևս ուշադրություն դարձնեն։ Շատ արագ մատչելի եւ հանգիստ ձեռքաբերում համացանցով մի անգամ տեսնում է, երկրորդ անգամ ինքը մտնում է այդ ձեր ասած վերապատրաստող կազմակերպությունը գնում է, կոնկրետ ամբողջ քաղաքը ողողված են այդ խանութների ռեկլամներով, ամբողջ Երևան քաղաքը ողողված է խանութների ռեկլամով, նարկոշոփերի մասին է խոսքը։ Ամենտեղ դրանք կան, կպցված են QR կոդերով, նախկինում գրում էին, հիմա QR կոդերն են եւ այլն, ամենտեղ կա։ Մտնում է շատ արագ, պատվիրում է գումարը տեսելով, մեկ այլ համակարգով վճարում է, իրան նկար ուղարկում են, ինքը գնում է վերցնում է։ Այստեղ եւ ընդ որում դա մի 2-3 լավ 4 հոգով հավաքվեն, հաստատ կառնեն։ Բայց դա կառնեն Տիկին Երեմյան, նրանք ովքեր գիտեն դա ինչ է։ Բոլորը գիտեն, սիրելի Քրիստինե, բոլորը գիտեն դա ինչ է։ Բոլոր երեխաները այսօր ցավոք սրտի մեծ մասը, երբ որ դու կանխարգելիչ զրույց ես վարում, օրինակ X դպրոցում եւ հարց ես տալիս երեխաներին, ինչ բան է կախվածությունը։ Դու ուզում ես, որ երեխան խոսի խաղային կախվածության մասին, ուզում ես, որ երեխան խոսի, օրինակ, համակարգչային կախվածության մասին, հեռախոսային կախվածության մասին, չէ՞, որտեղ դու ուզում ես նաև այդտեղ իրեն օգնել։ Բայց երեխաները խոսում են թմրանյութային կախվածության մասին։ Եվ իրանք արդեն իրանք են քեզ թելադրում ինչի մասին խոսես, դու հասկանում ես, որ դաշտը բավականին ծանր վիճակում է։ Դուք նաև նշեցիք, տեսեք, ասում եք ընտանիքի մասին, հա, երբ որ ընտանիքը նկատի, այսինքն խուճապի չմատնվի, իսկ ես գիտեմ, որ նաև նրանց հետ աշխատում են հոգեբանները, դուք եւս այդ հոգեբանների հետ շփվում եք, իսկ կա այդպիսի
չգիտեմ, այսինքն համոզմունք, որ կամ ստատիստիկա ասեմ, չգիտեմ ինչ բառով դա բնութագրեմ, որ հենց ոչ թե հետևանքի վրա է պետք աշխատել, այլ արմատը գտնել, որտեղից է գալիս արմատը, որովհետև ինձ թվում է ամեն դեպքում խնդիրը գալիս է ընտանիքից, եթե ես չեմ Դժվար է ասել, որտեղից է գալիս, որովհետև մի դեպքում ընտանիքն է, մի դեպքում ինքնահաստատման շրջանում լավ տղա երևալու ցանկությունը, մյուս դեպքում գենետիկ հիշողությունը, ի վերջո կախվածությունը գենետիկ հիվանդություն է, ժառանգական հիվանդություն է, ինքը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, եւ երբ որ առաջին հերթին այդ հարցն է տրվում խնդիր ունեցող անձի ընտանիքի անդամներին, կա դեր ընտանիքում որևէ մեկը, ով ունի կախվածություն, եթե օրինակ պապը խմիչք է օգտագործել, այսօր նա ուրիշ բան է օգտագործում. Գիտեք, շատ ցավով պիտի ասեմ, բայց շատ օրինակ ալկոհոլային կախվածություն ունեցող ընտանիքների զավակներ մեկ էլ տարվում են խաղերով։ Կամ մեկ այլ ուրիշ կախվածությամբ։ Կախվածությունը չես կարող դեղերով բուժել։ Օրինակ, ալկոհոլիկին, ով կոդավորում է անցել եւ այլևս չի խմում։ Ալկոհոլից կախվածություն ունեցող մարդը չի խմում։ Դու լուծել ես իր խնդիրը ալկոհոլի գործածման տեսանկյունից, բայց ինքը դու իր սոցիալ հոգեբանական վիճակը չես բուժել, ինքը մի օր գնում է ու սկսում է խաղերով զբաղվել, հետո գնում է ուրիշ բան է անում, ես նորից եմ ասում, կախվածությունը, սոցիալ հոգեբանական հիվանդությունը, իրան պետք է այդտեղից սկսել բուժումը, այսինքն պետք է հասկանալ, որ մարդուն առաջինը պետք է ապահովել իր սոցիալիզացիան, իր հոգեբանությունը, որտեղից են իր անձնական խնդիրները, մենք չենք կարող ընտանիքի բարեկեցության, չգիտեմ, ֆինանսական հնարավորությունների մյուսի տեսանկյունից տալ գնահատական, օրինակ, թե որ ընտանիքներում կարող են լինել կախվածություն ունեցող երեխաներ, չենք կարող ուղղակի, դա հնարավոր չէ։ Ես հասկանում եմ, որ դա անհնարին է, ու իմ ասածս ինչ է, որ ասենք դուք ասում եք, որ ազգային կենտրոն կա եւ այլն, կարելի է բուժել, տանել եւ այլն, դա ստացվում է, որ հետևանքի վրա ենք մենք աշխատում, բայց ամեն դեպքում հիմնապատճառը, թե ինչից է նրա մոտ դա առաջացել, դուք ճիշտ եք, Կրիստինա ջան, պիտի կանխարգելու։ Հիմնապատճառը չես կարող հասկանալ, բայց կանխարգելում կարող ես անել։ Կանխարգելում պիտի արվի պետական մակարդակով, դպրոցներում։ Սկսած մանկապարտեզներից, օրինակ կան երկրներ, որտեղ մանկապարտեզներից սկսած նման դաստիարակությամբ զբաղվում են։ Դպրոցներում շարունակում են դա, որպեսզի կանխարգելեն հետո դրա գործածումը եւ այլն։ Բայց մեր դեպքում նորից եմ ասում, այն խնդիրները, որ մենք դրել ենք առողջ ապրելակերպ առարկայի շրջանակներում, մենք դրանով չենք լուծելու այդ խնդիրը։ Մենք չենք լուծելու։ Ես ծրագրին կողմ եմ, ինքս նայել եմ, վատը չի, բայց երբ որ կան խնդիրներ, որոնց մասին պիտի խոսեն մասնագետները։ Եվ շարքային ուսուցիչը կամ հոգեբանը դպրոցի, լավագույն հոգեբանը, բայց դպրոցի, ինքը չունի այն հմտությունը, այն գիտելիքը, որպեսզի կարողանա տվյալ թեմաները ճիշտ մատուցել եւ օգնել դեռահասներին։ Սա իմ համոզմունքն է։ Ես հոգեբաններից, որ խոսեցիք, երբ որ պատրաստում է այսօրվա մեր եթերին, լսել եմ հոգեբանների, ովքեր որ աշխատում են այդ թմրամոլների հետ, ուրեմն թմրամոլ, խնդրում եմ, ասենք թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հետ։ Շատ լավ, այդպես ասենք, ուրեմն նրանք ինչ են ասում, որ ըստ հոգեբանների կախվածության 40-ից 50%-ը դա գենետիկա է,
չգիտեմ դուք որքանով եք համաձայն այդ ուրեմն ստատիստիկայի հետ, նաև ինչ են ասում են ինչ որ հարցում են անցկացրել, թե փորձ են անցկացրել 100 հոգի, ովքեր որ նիկոտին են օգտագործում, որտեղ թվում է թե դե լավ պապիրոզա, սիգարետա, դրանից ինչ վտանգ, բայց ինչ եզրակացության են եկել, որ 100 հոգի նիկոտին օգտագործողների 35%-ն է կախվածության մեջ ընկել, 100 հոգի ալկոհոլ օգտագործողների 15%-ը եւ 100 թմրանյութեր օգտագործողների 25%-ը, այսինքն ես ուզում եմ այստեղ նաեւ ձեզ հարց տալ, որ կախվածությունը հասարակությունը հասկանում է միայն թմրամիջոցներից, թմրանյութերից, բայց փաստորեն ստացվում է, որ հենց նիկոտինից կախվածությունը եւս վտանգավոր է, ալկոհոլից կախվածությունը, դուք խաղերից, այսինքն կախվածությունը ոչ միայն թմրանյութերից է, այլ նաեւ տեսեք ինչքան բաներ կան, որ եւս կախվածություն են առաջացնում մարդու մոտ եւ այսպիսի հեռախոսը պիտի ասենք, որ եթե 3 տարեկան երեխայից հեռախոսը վերցնում է ծնողը, եկեք տեսեք այդ երեխայի հետ ինչ է կատարվում։ Այսինքն մենք կախվածությունը բազմաթիվ է, մեր օրերում ինչ տեսակներն էլ է շատանում։ Ինչ վերաբերում է գենետիկ հիշողությանը, ժառանգականությանը 40-ից 50%, մի քիչ շատ են ասում, ես կարծում եմ, ես էլ ունեմ իմ հարցումները եւ իմ գործընկեր հոգեբաններին, ովքեր հենց այս ոլորտում են աշխատում եւ այստեղ պիտի նշեմ իմ շատ լավ գործընկեր Իլոնայի անունը, Իլոնա Հովհաննիսյանի, եւ եթե մեզ լսողների շրջանում կան մարդիկ, ովքեր կարիք ունեն այս որակի աջակցության, կարող են գրել անձամբ ինձ, ես կտամ կստեղծեմ հանդիպում, կաջակցեմ, այսինքն մենք էլ ունենք մեր հոգեբանները։ Գիտեք, խնդիրն ինչումն է, որ այո, կա ստատիստիկա, այսքան է կարող է օգտագործել, այսքան է ոչ, բայց հիմա մեզ մոտ ցավոք սրտի այդ 100 հոգին, ով պիտի կարողանար գտնել թմրանյութ, շատ հեշտ է գտնում։ Դրա մասին է պետք խոսել, ոչ թե որքանը կդառնա, որքանը ոչ, այլ այդ 100 հոգին չպիտի դա գտնի, կամ գոնե քիչ հարյուրյակներ պիտի գտնեն։ Մեր դեպքում սա նորից եմ ասում, ազգային անվտանգության խնդիր է։ Այո, իհարկե, նիկոտինային կախվածությունն էլ է կախվածություն։ Մարդը չի կարողանում թողնել ծխելը։ Ինքը ունի կախվածություն նիկոտինից։ Բայց նիկոտին օգտագործողը հակասոցիալական վարք չի ցուցաբերում։ Մենք այստեղ նաև պիտի հասկանանք, կան կախվածություններ, որոնք կարող են անդրադառնալ ոչ միայն տվյալ անձի վրա, այլ նաև իրեն շրջապատող մարդկանց, ես ասում եմ, քիմիական կախվածությունների դեպքում, խաղային կախվածությունների դեպքում ընտանիքի անդամները դառնում են փոխկախյալներ։ Իսկ դա ինքը նույնքան ծանր հիվանդություն է, որքան կախվածություն, նույն հիվանդությունն է։ Տեսեք, ինչ է իմ պատկերացնելով, հա, ինչ է ստացվում, որ եթե առաջ հիմնականում թմրանյութի շրջանառությունը, թմրամիջոցների շրջանառությունը, հա, տեղի ունենում հիմնականում Երևանում, այսօր այնպես է ստացվել, որ ամենահեռավոր գյուղերում, ամենափոքր գյուղերում, ավաններում, մարզերում եւս, այսինքն համատարած ցանցը ինքը տարածվել է բոլոր եւ այն կարծիքը, որ միայն դա, չգիտեմ, ինչ որ խնդիրներ ունեցող, հա, ինչ որ խնդիրներ ունեցող, բայց շատ լավ ապահոված ընտանիք, որովհետեւ շատ անգամ ասում են վատ ապրող ընտանիքա խնդիրներով, ընտանիքա դրա համար ստիպված ինչ որ բաներ են անում, բայց ես իմ կյանքում տեսել եմ շատ ապահոված, շատ հարուստ ընտանիք, որ դրսից բոլորը ովքեր նայում էին, միայն նախանձում էին, թե ինչ կատարյալ ընտանիք է, բայց հենց այդ ընտանիքում կար
թմրամոլ, այսինքն թմրանյութ օգտագործող անձնավորություն, այսինքն ինչ է ստացվում, որ նա բոլոր շերտերին, այս խնդիրը բոլոր շերտերին, հասարակության բոլոր խավերին է վերաբերվում։ Ես գիտեք ինչ հարց եմ ուզում տալ, ինչպիսի վարք պետք է դրսևորի հասարակությունը։ Այստեղ շատ կարևոր է, որովհետև շատ անգամ մարդկանց անտարբերությունը ընդհանրապես 21-րդ դարը այդ անտարբերության դարաշրջանը ինձ համար, որ եթե իմ համար լավ է, շրջապատում ինչ ուզում է թող լինի, կարևորը իմ եւ իմ երեխաների համար է լավ, շրջապատը ինչպիսի, իմացել եմ, որ դասարանում կա երեխա, ով որ օգտագործել է, ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն մայրիկները, ծնողները, ինչպիսի վարքագիծ մայրիկները դրա մասին պետք է իմանան։ Դպրոցը հայտնաբերեց դա փակ ինֆորմացիա, անչափահասին վերաբերվող ցանկացած տեղեկատվություն վերաբերում է միայն անչափահասի ծնողի եւ այն մարդուն, ով դրա մասին գիտի։ Դա տարածել արդեն անձի տեղեկատվության գաղտնիության բացահայտումը, ինչը օրենքով պատժելի է։ Հանրային это, գիտեք, այս պահին դուք որ խոսում եք, ես հիշեցի Կտորմը երկինքը ֆիլմը, երբ որ Թորիկը սիրահարվում է անառակին եւ Կահանան ասում է, որ հասարակությունը չի ընդուներ, հասարակությունը զորավոր է, համայնքը զորավոր է։ Այդ զորավոր համայնքը պիտի մի բան հասկանա, նորից եմ ասում, եթե այսօր այդ խնդիրը չի թակել իր տան դուռը, իր բարեկամի դուռը թակել է, եւ այդ բարեկամը արցունքներն աչքերի կռվում է անզորությունից լաց է լինում, բայց բարձրաձայն չի խոսում, որովհետեւ մտածում է, որ այդ համայնքը զորավոր է։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ մեկ, անկախ իր սոցիալական դիրքից, իր աշխատանքից, իր ապրելակերպից, որևէ մեկի երեխան ապահովագրված չի այս խնդիրները ունենալուց։ Մենք պիտի լռենք այնտեղ, որտեղ պիտի լռենք եւ պիտի խոսենք այնտեղ, որտեղ պիտի խոսենք։ Պիտի լինեն մասնագետներ, պիտի այդ մասնագետները աշխատեն։ Մենք պիտի լռենք։ Երեխաները, ես ասում եմ, 10 հարցված երիտասարդից 10-ը փորձել է այն ինչ որ կա այսօր շուկայում։ 10-ից 10-ը։ Գիտեք, ես մեկին գրավում է, մեկին չգրավում եւ մեկը մի անգամ փորձում է, չի անում, մյուսը մի անգամ փորձում է, երկրորդ անգամ է փորձում։ Ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Այստեղ խնդիրն ուրիշ բանումն է։ Մենք ոչ թե պիտի վախենանք, որ կա, դրա մասին բոլորը գիտեն։ Մենք պիտի ճիշտ պայքարենք դրա դեմ։ Չծեծենք, չիզոլացնենք հասարակությունից, չտարբերակենք, չանվանակոչենք, վատ բառերով չբնութագրենք, այլ որ մենք ասում ենք թմրամոլ, մենք արդեն մարդուն որակավորում ենք տալիս։ Ես անընդհատ ասում եմ կախվածություն ունեցող մարդ, ով իր հիվանդության գերին է, ով մեզանից շատ ուզում է դրանից ազատվի, որովհետև ինքը հասկանում է, որ ամեն անգամից հետո ինքն ավելի վատ վիճակում է, ինքն էլ է ուզում, բայց չի կարողանում։ Եթե մենք ընտանիքում ունենում ենք քաղցկեղով հիվանդ մարդ, մենք այդ մարդուն ինչ ենք անում։ Բուժում ենք, ընտանիքով հավաքվում ենք, բարեկամներով, չգիտեմ, չենք ամաչի փող կհավաքենք, որ բուժենք, ճիշտ է։ Բայց եթե մենք ունենում ենք մեկ այլ հիվանդություն ունեցող մարդ, մենք դա թաքցնում ենք։ Մենք ամաչում ենք նույնիսկ բժիշկներին դիմել, հոգեբաններին դիմել, մասնագետներին դիմել։ Պետք չի ամաչել, պետք չի խուսանավել, պետք չի ծածկել, կաղամբի նման են այս խնդիրները։ Որքան սպասես, այնքան շերտը շերտի վրա գալու մեծանալու է։ Ինքը փակվելու է, մեծանալու է, որպեսզի դու այդ կանխարգելես, դու պիտի արագ բացես, գնաս մինչև արմատը եւ մարդուն օգնություն ցուցաբերես։ Իսկ լավագույն օգնության ձևը դա սերն է։ Սերը։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես ձեզ հետ համաձայն եմ,
Ինձ թվում է մեծ լսողները եւս կփաստեն, որ մենք շատ կարևոր թեմայի շուրջ ենք խոսում, որի շուրջ կարելի է շատ երկար նաեւ խոսել, բայց քանի որ ուզում եմ մենք եւս կունենանք եթեր, կխոսենք այս թեմայի շուրջ եւ իհարկե գուցե մեծ լսողների շրջանակում էլ կան մարդիկ, ում ընտանիքում կան նման խնդիրներ, կարծում եմ Տիկին Երեմյան, որ կարող են այդ մարդիկ եւս ձեզ դիմել, որպեսզի գրագետ ուղղորդում ստանալ, թե ինչ է պետք անել, որտեղ է պետք գնալ, ում է պետք դիմել։ Ես ուզում եմ ձեզ վերջին հարցը տալ, դուք հասարակական կազմակերպության նախագահ եք, ինչպես եք կարծում, ինչպիսի դեր ունեն այս պայքարում, այս չարիքի դեմ պայքարում, ինչպիսի դեր ունեն հասարակական կազմակերպությունները եւ ինչպիսի թիկունք նրանք կարող են լինել կանգնել պետությանը։ Մեր ոլորտում հասարակական կազմակերպությունները քիչ են, մեկ-երկու կազմակերպություն են, համենայն դեպս այո ունենք էլի իրական մարդիկ կազմակերպություն անունը հիմա գուցե լավ չեմ հիշում, բայց իրենք այլ խնդիրներով են զբաղվում, մենք հիմա չենք տարանջատում այն մարդկանց, ովքեր թմրանյութ են օգտագործում, որը այլ բուժում է, ես հիմա չխոսեցի բուժման ձևերի մասին, չառանձնացրեցի դրանց տեսակները, որտեղ դրանք շատ են, տեսեք որևէ մասնագիտական բառ չեմ օգտագործում, փորձում եմ հնարավորինս մատչելի խոսել, որովհետև մեզ լսող մարդիկ գուցե մեթամֆետամին կամ մյուս անունը չիմանան, բայց իմանան տանը ինչ որ այլ բաներ եւ այլն։ Այսինքն իմ խնդիրը այստեղ ոչ թե դրանց մասին կոնկրետ տեղեկատվություն տակն էր, այլ իմ խնդիրը բարձրաձայնել այս թեման, խոսել սրա մասին եւ ասել, որ սիրելի մայրեր, սիրելի հայրեր, սիրելի կանայք, ամուսիններ, եթե տանը ունեք կախվածություն ունեցող մարդ, հիշեք, դուք պիտի շատ ուժեղ լինեք, չպիտի դառնաք փոխկախյալ, պիտի օգնեք իրենց հաղթահարել խնդիրը եւ դա կարող եք անել միայն ճիշտ մասնագետների հետ խորհրդակցելով եւ միայն մասնագիտական աջակցություն ստանալով, այլ տարբերակ չկա։ Թեման թաքցնելով մենք նպաստում ենք, որ այս խնդիրը ավելի շատանա, մեծանա, ավելի շատ մարդիկ տառապեն, ես եթեր բաց չեմ թողնում, որտեղ հնարավոր է խոսել այս մասին։ Ասել, որ զգուշ եղեք, որ շատ է, որ ուշադիր եղեք, որ ձեր մուտքերում օտար մարդիկ են մտնում եւ խողովակների արանքիչ որ բան են դնում, ձեռքներդ գցեք, հարգելի կանայք, մայրեր, ձեր մուտքերին ուշադիր եղեք, ստուգեք, որևէ բան գտնելու դեպքում վերցրեք եւ նետեք աղբամանը։ Մի թողեք, որ ձեր մուտքերը շենքերի վերածվեն այլ վայրերի։ Դրանով դուք կարող եք տեղում հայտնվի, այ վերջերս մի կին էր զանգել ինձ եւ ասաց, որ իրեն շենքից ինչ որ բան է գտել, դե բնականաբար ես էլ դիմեցի իրավապահներին, անմիջապես տեղանքը ստուգեցին, հետո տիկինը երկրորդ օրն էլ էր էլի ինչ որ բան գտել մյուս հարկից, մեր տիկինը դարձավ մեր աջ ձեռքը, այդ շենքում այլևս որևէ բան չի հայտնվում, ինչու, որտեղ այս տիկինը 3 տղա երեխա ուներ։ Եվ ինքն ասում էր, որ շատ հնարավոր է, որ այդ դրված բանը իմ երեխան վերցնի եւ պատահաբար փորձի։ Եվ որևէ մեկը չլինի կողքին, որ կարողանա իրեն օգնել եւ ես կորցնեմ իմ երեխային։ Այ մենք այստեղ պիտի անտարբեր չլինենք։ Այո, եւ ինքը հիմա այդ շենքը հենց կարգ ու կանոնով պահում է, ասելու չի, այսինքն այդ այն մարդիկ, ովքեր բերում դնում էին, հասկացել են, որ այդ տարածքից հեռու պիտի մնան, ասեմ ավելին, կողքի շենքերն էլ են բարակվել։ Եվ Արաբկիրի ոստիկանությանը մենք մեծ օգուտ ենք տվել, մի ամբողջ թաղամաս մաքրել ենք դրանցից։ Շատ ապրետիկինը իրականում շատ գրագետ, շատ, չգիտեմ, ցանկալի կլինի, եւ պարտադիր է նաեւ, որ շատ ուշադիր լինեն։ Բոլոր մայրերը ուշադիր լինեն մուտքերում։
Շատ լավ, ինձ թվում է Տիկին Երեմյանը շատ լավ խորհուրդ տվեց բոլորիս, անկեղծ